մասին է։ Ուրիշ խնդիր, որ այսօր ամեն ինչ այլասերվել եւ կերպարանափոխվել է։ Եթե մարդկության պատմության հազարամյակների ընդմեջից մարդ Արարածը անկապտելի էր կին Արարածից, որոնք ձևավորում էին ընտանիքը, եւ այսօր որոշ ճակերտ մարդ Արարածներ ասում են, թե տղամարդը կարող է տղամարդու հետ ընտանիք իբրև ձևավորել, դա ընտանիք չէ։ Դա համակեցություն է։ Երբ որ ապրում ես ինչ որ մեկի հետ, երբ որ նրա հետ ոչ թե մարդկային զգացումներ ես կիսում, այլ նույնիսկ ոչ անասնական, որովհետև անասունները անգամ չեն անում այն, ինչ որ այսօր շարադրում կամ թելադրում են մեզ, որպեսզի մենք անենք։ Առարկայի դասավանդումը անպայման պարտադիր է։ Ինչու ես պիտի սովորեմ օտարների պատմությունը, իսկ անտեղյակ լինեմ իմ պատմությունից։ Ինչն է պատճառը։ Ինչու ես պիտի իմանամ, թե ինչ է տեղի ունեցել Եվրոպայում եւ չիմանամ ինչ է տեղի ունեցել իմ իսկ հայրենիքում, որը կապված է նրա հոգեվոր արժեքը ստեղծողների հետ։ Այսօր բոլորս հպարտությամբ լսում ենք Կոմիտաս, մոռանալով, որ Կոմիտասը հոգեվորական էր։ Այսօր բոլորս հպարտությամբ հայտարարում ենք, թե Նարեկացին հայտարարվեց համաշխարհային վարդապետ։ Ով էր Նարեկացին։ Սուրբ, հոգևորական։ Ամբողջ մեր պատմիչները ովքեր են, հոգևորականներ։ Այսինքն ինչու ենք փորձում մենք այս կամ այն գրանտը ստանալուց հետո կերպարանափոխել մեր ազգային դեմքն ու դիմագիծը։ Աստվածաշունչը որպես ուսմունք հիմքն է հանդիսացել եկեղեցու ձևավորման։ Երբ որ մենք այսօր անցնում ենք հայ եկեղեցու պատմություն, բնական է, որ պիտի անդրադառնանք նաև այդ կառույցը ձևավորող գաղափարախոսությանը։ Այլապես այդ կառույցը չէր կարող ձևավորվել։ Մենք կունենայինք մազդեզական կրոն կամ այլ կրոններ, չնայած այդ դասագրքում հետագա ավելի բարձր դասարանների համար կան նաև առարկաներ, որոնք ուսումնասիրում են ինչ էր մահմեդականությունը, ինչ էր բուդդիզմը, այսինքն կրոնական շարժումները։ Ինչու մենք կարող ենք փիլիսոփայական շարժումներ ուսումնասիրել, Կարլ Մարքսի հետ ծանոթանալ, Նիցչեի գաղափարներին ծանոթանալ, Ֆրոյդի տեսակետներին ծանոթանալ, բայց չծանոթանալ տարբեր կրոնական շարժումների հետ։ Դա մեզ հնարավորություն կտա մեր հարևան մահմեդականների հետ հարաբերվելիս